Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ավարտվեց խորհրդարանական ընտրությունները։ Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս մեզ, որ Փաշինյանը պարտվում է։ Եվ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Բրիֆինգը կսկսեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 61 Աստված միակ հույսը, այսուհետև Իդիթոմի մասին Սաղմոս Դավթի։ Միայն Աստուն հնազանդ եղիր հոգի իմ, քանզի նրանից է փրկությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ։ Մինչև երբ ամենքդ պիտի հարձակվեք մարդու վրա, կործանելու նրան թեքված պարսպի և խախտված ցանկապատի պես։ Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն տոչորվելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։ Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է համբերությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ։ Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ։ Ձեր հույսը դրեք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ, բացեք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից։ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են և իրենք ամենքն էլ ունայնության մեջ են։ Հույս մի դրեք անիրավության վրա, հափշտակություն մի ցանկանաք, եթե հարստությունը առվի պես իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան։ Մի անգամ խոսեց Աստված և երկու անգամ լսեցինք այս բանը։ Աստծունն է զորությունը և քոնն է Տեր ողորմությունը։ Դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Շնորհակալ եմ զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ և ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հարգելի գործընկերներ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ գործընկերներին, նախընտրական շտաբին, մեր բոլոր նախընտրական շտաբներին, մեր բոլոր վստահված անձանց, աջակիցներին, համակիրներին, ովքեր այս ընթացքում հավատացել են և աջակցել են մեզ, նույնիսկ նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ նրանց, ավելի շատ նրանց, ովքեր
թերահավատ են եղել եւ աջակցել են մեզ։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը եւ իհարկե մենք ունենալու ենք տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։